Այնպես է ստացվել, որ Փաշինյանը նախորդ տարի Արևմտյան Հայաստան եւ Արևմտյան Ադրբեջան տերմինների միջև էր հավասարության նշան դնում, հիմա այս տարի փաստացի Արևմտյան Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջև բնակչության վերադարձի տեսակետից այս համեմատությունները ինչ են արվում եւ հասկանալի է, որ այստեղ փաստական 0 հանգամանքներ են, ամեն դեպքում ինչ են արվում։ Դուք ուրիշ հերոս չունեք։ Չէ, որովհետեւ հիմա օրակարգում Բայց ես այնքան հերոսներ ունեմ։ Պարոն Սարգսյան, քաղաքական ուժերն ասում են, որ եկեղեցու դեմ այս պայքարը նաև մեր ինքնության դեմ պայքար է։ Ինչ եք կարծում, քաղաքական ընդդիմադիր ուժերը չպետք է հակապետական ընթացքի դեմ կանգնեն, թե լուր պետք է հետևեն։ Ամենայն դեպս ես չեմ կարծում, որ բոլոր ընդդիմադիր ուժերը պես հետևում են կամ դրանից հաճույք են ստանում։ Այո, այդ խնդիրը կա, միասնական պայքար մղելու, բայց ցավոք սրտի դեռևս չի ստացվում։ Հիմա դուք ուզում եք, որպես ես ուրիշների նման ընդդիմադիրներին քննադատեմ։ Չէ, օրինակ հանրապետական կուսակցությունը եկեղեցու դեմ արշավ է, պարոն Սարգսյան, ամեն կիրակի մի եկեղեցի գնում է պատարագիչների խումբը։ Կարող է ձեր երիթևը, չգիտեմ, հանրապետականների գնալ, որպեսզի պաշտպանություն եկեղեցու, թեկուզ հնչեցնել կաթողիկոսյանուն, ինչպես 1-2 երիտասարդներ են անում։ Բայց կարծեմ, թե դուք տեղյակ չեք իրադարձություններից, հենց այստեղ ես հայտարարել եմ, որ մենք պատրաստ ենք վեհապարի հորդորով ցանկացած գործողությունների։ Ուրեմն լավ չեք լսել։ Բա ասել ենք, մենք սպասում ենք հորդորի, մենք ինքնագլուխ եկեղեցու հետ կապված որևէ գործողություն չենք անելու։ Իսկ 3 առաջ, դրանից 4 օր առաջ, եթե դուք չեք նկատել հատկապես ձեր նշած մեր երիտասարդական կառույցի գործողությունները, ապա ցավոք սրտի երևի մենք ենք մեղավոր, որ չենք ռեկլամում մեր գործողությունները։ Պարոն նախագահ, հիմա էլ Ադրբեջանից ասում են Հայաստան ԵՄ փաստաթուղթն է խանգարում խաղաղության գործընթացին։ Հետո էլ ինչ պիտի խանգարի, ասում են այդ փաստաթուղթում նշվում է արցախցիների, փախստականների իրավունքի մասին, ռազմագերիների մասին ու մեզ խանգարում է։ Բայց ես ինչ իմանամ, ինչ խանգարի։ Դուք ո՞նց եք վերաբերում այս հայտարարություններին։ Մի բան հնարեն խանգարի, ասինքն ձեր կարծիքով հիմա խաղաղություն են հաստատում, երկու կողմը գնում են այդ ուղղությամբ, ինչ որ բաներ։ Դա ասում են, էլի։ Ես այդ տեսնենք։ Գրագուշ չի եղել սահմանին, ասում են, պարոն նախագահ։ Ինչ ասես, ասում են, 44 օր չէին ասում, հաղթում ենք։ Ինչ ասես, ասում են, էլի։ Ասինքն իրանց ասելը չեմ կարծում, որ տենց մեծ նշանակություն պիտի ունենա, էլի։ Ես չեմ ասում իրանց ասած ինչ պետք է հակադարձել եւ այլն, բայց բոլոր դեպքերում բոլոր ասածներին ինչ որ պետք է հավատալ, էլի։ Պարոն նախագահ, եւ նաեւ բանակցային փաթեթի մասին ձեր մանրամասն վերլուծության անդրադառնանք, դուք ձեր շեշտադրումները արեցիք, ամեն դեպքում հակառակ կողմից պատասխանում են, դե հարց լուծողեիք մինչև 2018-ը կարող եք լուծել։ Այդ նույնն է, երբ որ ես ընդհանրապես դες բաներ չեմ սիրում, բայց համեմատություն պետք է անեմ, էլի, երբ որ կանանցից պահանջեն, որ 5 ամսում երեխա ինչու չեն ունենում, այդ մոտավորապես նույնն է։ Այսինքն այդ ով է ժամկետ դրել, թե ինչ ժամկետում դա պետք է լուծվի։ Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի լուծվի դրականորեն։ Իսկ ինքը այդ են մալադեց ապրի, կար ժամանակում ամեն ինչը հանձնեց ու լուծեց։ Շնորհակալ եմ։